Երեխեք ջան, այսօրվա մեր թեման արագերեցիկ դիցապատնական ողբերգությունն է, որը նպատակահարմար է համարում անցկացնել խմբային աշխատանքի տեսքով։ Այս աշխատանքը պետք է կատարվի 3 խմբով։ Հիմա ես աշխատանքների թեմատիկան կներկայացնեմ, դուք կորոշեք, թե որ խմբին եք ուզում միանալ։ Առաջին խումբը կներկայացնի արագերեցիկ դիցապատնական ողբերգության ստեղծման պատմությունը, այսինքն ունից է հասել մեզ այդ պատմությունը եւ հայ ու համաշխարհային գրականության մեջ ովքեր են անդրադարձել այս հայտնի զրույցին։ Սա մեր առաջին խմբի աշխատանքն է, առաջինը այս պիտի ներկայացնեք դուք։ Հիմա ովքեր են ցանկանում ներկայացնել ձեր միջից, ովքեր են ուզում այս առաջին աշխատանքը ներկայացնել։ Ինչպես է ստեղծվել զրույցը, գան, վեր կենան նրանք, ովքեր ուզում են այս աշխատանքը ներկայացնել։ Հավաքվեք միան դնում, որպեսզի խմբերը ձևավորվեն հստակ։ Երկրորդ խումբը ներկայացնելու է արդեն Նայիրի Զարյանի գրված գործը «Արագերեցիկ դիցապատմական ողբերգությունը» և նրա մասերը, քանի արարից է կազմված, և այդ արարների համավոր բովանդակությունը։ Ովքեր եմ ուզում, ովքեր վեր կացեք, դուք եք այդ մի մասում հավաքվեք երկրորդ խումբը, իսկ երրորդ խումբը որ մնացին, երրորդ խմբում ունենք նկարողներ, երրորդ խումբը պետք է նկարի, այո, հանձնարարում են ձեզ նկարել այս 5 արարներից, որ դուք ցանկանում եք, ինչպես եք պատկերացնում, անպայման կարդում եք 5 արարի վերնագրերը, չէ, եւ դասի ընթացքում դուք կպատրաստեք այն տպավը կամ տպավները, ինչպես ուզում եք, որոնց վրա պետք է նկարված լինեն 5 արարներից, որոնք որ դուք կցանկանաք, առաջինը, երկրորդը, երրորդը, ինչպես որ պատկերացնում եք։ Դուք առաջին խումբը այստեղ է տեղավորվում, երրորդ խումբը այստեղ է տեղավորվում, երկրորդ խումբը։ Ձեզ կտրամադրվեն նաև ակուր, որոնց վրա դուք պետք է ցույց տաք ասելիքը, ձեր աշխատանքը, մարկերներ վրանելի տեսանելի, ինձ թող պատրաստվի, Երեխեք ճանապարհվեց ձեր սակրական ժամանակը, կարծում եմ խմբերը հասցրացնել ներկայացնել, ավելի ճիշտ պատրաստվել։ Հիմա որոշում եք խմբի ներսում, ով ինչ պիտի ներկայացվի, մի քանի րոպեից սրան են տալիս ժամանակ և սկսում եք արդեն ներկայացնել ձեր աշխատանքները։ Պարզ է։ Այժմ լսենք խմբերի աշխատանքը, առաջի խումբը մոտենում է գրատախտակի, լսում եք ձեզ։ Մեր խումբը ներկայացնում է արագերեցիկ և շամիլյան զրույցի ստեղծման պատմությունը, ինչպես նաև հայ և համաշխարհային գրողների կողմից այդ զրույցի արձագանքները։ Այս պատմության մի քանի գրություններում խորհրդին պատմում է Ախորեսանի դեմ Արայի հոր
Արամի կռիվների ու հաղթության մասին եւ ապա շարունակում։ Արամ Մինոսի վաղճանից քիչ տարիներ առաջ նորմալ դարձավ իր հայրենիքից։ Մինոսից նույնպես շնորհելի է առաջանում ինչպես իր հայր Արամը, բայց անարակ Շամիրամը Արայի գեղեցկության մասին լսելով սիրահարվում է նրան եւ համարձակություն չի ունենում նրան խոստովանել։ Նա պատգամավորներ է ուղարկում նվերներով եւ հայտնում Արային, որ նա գնա Ասորստան եւ ամուսնանա Շամիրամի հետ եւ միասին կառավարեն երկիրը։ Հաղթությունից հետո Տիկինը դիակապետներ է ուղարկում ճակատավարտի տեղը դիակների մեջ որոնելու իր ցանկալի տարածքին։ Արային գտնում է մեռած քաջավարտիկների մեջ։ Հրամայում է նրան տանել դնել ապարանքի վերնատունը։ Երբ հայոց հայքը պատրաստում էր նորից պատերազմելու Շամիրամի դեմ, Արայի մահվան վրեժ դառնելու համար Շամիրամն ասում է. Ես իմաստնորդներին հրամայեցի դիզել նրա բերքերը, եւ նա կկենդանանա։ Արայի եւ Շամիրամի պատմությունը հետաքրքրել է մի շարք ստեղծագործների, ինչպիսիք են հայերից Վահան Տերյանը, ով գրել է Չեմ դավաճանի իմ նվարդին որքան է դուցեց օ Շամիրամ տրիոլետը, գրել է նաեւ Չարենցը Շամիրամ բալլադը եւ հին պարտության լեգենդը բանաստեղծությունը, իսկ Կոստանդզարյանը գրել է Արասված պոեմը։ Այո, աշխատանքը լավ է, ապրանք նստում եք։ Տեսնել է աշխատանքները, կարելի է չէ տեսնել, բայց դեպի ինձ թղթերը, տեսնել ինչ նշումներ եք կատարել, նշումները, այո, շատ լավ, ներկայացնում եք։ Մենք ներկայացնելու ենք Նայիրի Սարյանի Արա Գեղեցիկ եւ Շամիրամ կենսապատմական ողջունության 5 արարները եւ դրանց հակիրճ բովանդակություն։ Առաջին արարի անունը գեկական աղեր է, բանաստ մեր գրքի հրատարակչության առաջին արարը կասեջ է։ Առաջին արարում ներկայացնում է Աթրիստանի և Ուրարտու Հայաստանի մեջ եղած պատերազմի մասին, որի արդյունքում Հայաստանը հաղթում է և Արա Գեղեցիկը պետք է պատվիրակության հետ գնա Ասորստան, որպեսզի դաշնակարգի Ասորստանի թագավոր Մինոսի հետ։ Երրորդ արարում ներկայացնում է Երկրորդ արարի անունը Շամիրամ է, ըստ մեր գրքի հրատարակչության, երկրորդ արարը 20 է։ Երկրորդ արարում ներկայացնում է Շամիրամի ընչքասիրությունը և փառասիրությունը, և որ Մինոսը ուզում է ավելի սիրվել Շամիրամի կողմից, նա իրան թույլ է տալիս, որպեսզի որ ժամանակ կառավարի Ասորստանը, սակայն նա սպանել է տալիս իր ամուսնու Մինոսին և փոխում իշխանությունը։ Ակցնում եք ձեր նկարները և ներկայացնում ինչ եք պատրաստել մեզ համար։ Եկեք տաղավարենք մեր խմբի ներկայացրեք, որ աններն եք ասյանի կտավում։ Իմ կտավում պատկերված է առաջին և երրորդ արարները, որտեղ ներառված են հայոց աշխարհը, հայկյան աղեր, այդ նաև պատկերել եմ Հայկ Նահապետի կերպարը։ Հայկ Նահապետը խորհրդանշում է հայ ժողովրդի խիզախությունը, քաջությունը և նաև անպարտելի կերպարը։ Հայկյան աղերը խորհրդանշում է խիզախություն և նաև համարվում է Հաղթանակի խորհրդանիշ։ Այո։ Այն է, որ Հայկ և Բել առասպելը ինքնին նման է Արա Գեղեցիկ և Շամիրամ առասպելի։ Հայկ և Բել առասպելում Բելը Ասորստանից է, իսկ Արա Գեղեցիկ և Շամիրամ առասպելում Շամիրամն է Ասորստանից։ Աննա դու ինչ ես ներկայացնում։ Իմ կտավում երրորդ արարը հարալեզները ըստ իր հավատալիքների առասպելական շներն են, որոնք ունեն հրաշագործ բուժիչ ուժեր։ Ըստ հավատալիքների նրանք հիզում են մարդուն ընկած հերոսներին և կենդանացնում նրանց, հնարավորություն տալով նորից մարտնչել։ Ապրեք։